Դերասան Գոռ Հակոբյանի կինը Հրուշ Մնոյանը երկար դադարից հետո նոր հրապարակումով է կիսվել Instagram-յան էջի սթորիզ բաժնում։ Նա կիսվել է հուզիչ գրառումով, լի հույսով ու հավատով, նախ շնորհակալություն հայտնելով բոլորից։ Շնորհակալ ենք մեր հայ ժողովուրդ, Աստված պահապան բոլորիդ։ Ապա Հրուշ Մնոյանը նաև եկեղեցու ծարված կադրեր է հրապարակել, Աստծուց խնդրելով առողջություն որդու համար։ Հավելենք նաև, որ քիչ առաջ Գոռ Հակոբյանը իր սոցիալական էջերում հայտնեց, որ դրամահավաքը կասեցվել է, քանի որ անհրաժեշտ գումարը այս պահի դրությամբ հավաքված է։ Իսկ մենք առողջություն ենք մաղթում Ֆելիքսին ու ներկայացնում բացառիկ կադրեր այս օրերի ընթացքում հրապարակումներից։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը շատ լավ տեմպերով շարունակվում է։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մի հատ ինֆորմացիա եմ կարևոր բերել Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այստեղ նշում եմ Zelle information-ը, որ դուք կարողանաք Zelle անեք Նարեկին, ընկերոջս իմ վստահված մարդն է, ու այստեղ նաև նրա հեռախոսահամարն է, եթե չեք ուզում Zelle անեք, կարող եք կանխիկ փոխանցել նրան, հետո ինքը այդ ամբողջ գումարները կհավաքագրի եւ կուղարկի ինձ Երևան։ Շնորհակալ ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս պահին, որովհետև վերիֆիկացիայի փուլում է եւ hold-ի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ hold-ից անենք եւ կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն, հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա եմ բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար։ Արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված, ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram այն գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, մեր դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է, այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն թափով շարունակվում է։ Ես գիտեի, որ մեր ազգը համախմբված է, բայց որ նեղ պահին մարդու նեղ իրավիճակում ուղղակի այսքան մարդ կարող է կանգնել իր կողքին, այսքան հայ կարող է կանգնել իր կողքին, այդ մեկը իմ համար բացահայտում էր։ Ինչքան է տարաձայնություններ ունենանք մեկս մյուսից նկատմամբ, ինչքան իրար սիրենք, ինչքան չսիրենք, բայց նեղ իրավիճակում մենք անկրկնելի ենք։ Մեջ եմ խոսում մենակ փոխանցվող գումարների մասին, որ րոպեն մեկ գալիս են, վայրկյանը մեկ գալիս են, ես նաև ուզում եմ ասել այն, որ ուղղակի իմ հեռախոսի համարը գտնում, մարդիկ գալիս են մեր տան դիմաց կանգնում են, ինձ դուրս են կանչում, ուղղակի փող են տալիս, գնում են անծանոթ մարդիկ։ Ես չգիտեմ դա ինչ դաստիարակություն է։ Մենք անկրկնելի ենք։ Ես երախտապարտ եմ բոլորիդ, ամեն մի լումայի համար։ Մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված, ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ։ Եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք, ժողովուրդ ջան։ Ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված, hold-ի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ սթորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Չեմ բոլորին, ես Գոռ Հակոբյանն եմ, ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչ եմ ես պասիվ ընդհանրապես համացանցում։
Ցավոք դարի հիվանդությունը նաև ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում և Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ և ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար, ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ և անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել և ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բալիկներին պահապան լինի։ Այսօր մեր գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար, և հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինձ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe և լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի և ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանիտան տնօրինությունը նոր տեղեկացրեց և փոխանցեց, որ կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են, և ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում, եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։